Ամերիկայի Միացյալ Նահանգների մանրածախ վաճառողները, որոնց բաժնետոմսերի արժեքը կտրուկ անկում է ապրել Թրամփի առևտրային պատերազմի ֆոնին, ավելի հաճախ են հետաքրքրվում մասնավոր ներդրողների առաջարկներով դուրս գալով հանրային շուկաներից եւ խուսափելով անկայունությունից։ Skechers-ի օրինակը, որը մայիսին հայտարարեց 3G կապիտալի հետ $9.4 միլիարդ արժողությամբ գործարքի մասին, դարձել է օրինակ նաեւ այլ ընկերությունների համար։ Արժեթղթերի շուկայի անկայունությունը, մաքսային նոր սպառնալիքները եւ գլոբալ առևտրային լարվածությունը ստիպում են մանրածախ ընկերություններին, այդ թվում Under Armour-ին, Columbia Sportswear-ին եւ Birkenstock-ին մտածել մասնավոր շուկա տեղափոխվելու մասին։ 3G կապիտալի նման ներդրումային ընկերությունները պատրաստ են դիմակայել կարճաժամկետ շուկայական տատանումներին, հնարավորություն տալով մանրածախ ընկերություններին կայուն զարգանալ առանց հրապարակային հաշվետվողականության։ Շատ գործադիր տնօրեններ ինձ ասում են՝ հոգնել եմ, սիրում եմ իմ աշխատանքը, բայց գուցե ժամանակն է անցնել մասնավոր բիզնեսի, ասել է Authentic Brands Group-ի ղեկավար Ջեյմի Սալթերը, որը վերջերս ձեռք է բերել Dockers ապրանքանիշի իրավունքները, փոխանցում է Reuters-ը։ Պետդեպարտամենտը կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին չմեկնել Վենեսուելա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղումանելով Պետդեպարտամենտի հայտարարությանը։ Պետդեպարտամենտը Վենեսուելային շնորհում է ճանապարհորդության վերաբերյալ ամենաբարձր նախազգուշացման մակարդակը՝ 4-րդ մակարդակ։ Արգելվում է ճանապարհորդել լուրջ ռիսկերի պատճառով, ներառյալ կամայական կալանքը, կալանքի տակ խոշտանգումները, ահաբեկչությունը, առևանգումը եւ իրավապահ մարմինների անարդար գործելակերպը, ասվում է հայտարարության մեջ։ Թեսլայի վաճառքները Եվրոպայում ապրիլին նվազել են 49%-ով, չնայած էլեկտրամոբիլների պահանջարկի 27.8% աճին նշվում է Եվրոպական ավտոմոբիլային արտադրողների ասոցիացիայի տվյալներում։ Model Y-ի նորացման փորձերը չեն հանգեցրել վաճառքների աճին, իսկ Թեսլայի շուկայի բաժինը Եվրոպայում նվազել է մինչև 0.7%, անցյալ տարվա 1.3%-ից։ Ընդհանուր ավտոմեքենաների վաճառքները Եվրոպայում նվազել են 0.3%-ով, մինչդեռ էլեկտրամոբիլների եւ plug-in հիբրիդների պահանջարկը շարունակում է աճել։ Չինական SAIS Motor-ը եւ Mitsubishi-ն ցույց են տվել աճ, համապատասխանաբար 24.5% եւ 22.1%, մինչդեռ Mazda-ն նվազել է 24.5%-ով։ Թեսլայի վաճառքների անկումը կապվում է ինչպես CEO Իլոն Մասկի քաղաքական հայտարարությունների, այնպես էլ Model Y-ի անբավարար ընդունման եւ եվրոպական ու չինական մրցակիցների ուժեղ մրցակցության հետ։ Միաժամանակ EV-ները կազմում են passenger car վաճառքների 59.2%-ը, անցյալ տարվա 47.7%-ից, փոխանցում է Reuters-ը։ Իլոն Մասկի SpaceX-ի կողմից թողարկված Starship-ի 9-րդ փորձական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ։ Ընկերությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել տիեզերանավի արագ չպլանավորված ոչնչացում։ SpaceX-ի մասնագետները վերլուծում են մեկնարկի տվյալները եւ շարունակում են պատրաստվել նոր մեկնարկի։ Starship-ը մտել է ուղեծիր, սակայն որոշ ժամանակ անց նրա բարձրության կառավարման համակարգը խափանվել է։ Երկրի շուրջ 1 պտույտից հետո այն կորցրել է կառավարումը եւ Հնդկական օվկիանոսի վրա սկսել է մտնել մթնոլորտ։ Starship-ի հետ կապը կորել է մեկնարկից 10 րոպե անց։ Վրաստանի փոխվարչապետ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը։ Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Դա ինձ համար հեշտ որոշում չէր։ 2011 թվականից ի վեր ես մասնակից եմ եղել Բիձինա Իվանշվիլիի գլխավորած պայքարին, որը հանգեցրել է մեր երկրում փոխակերպող փոփոխությունների։ Նրա խոսքերը մեջբերում է գերատեսչությունը։ Քաղաքական գործի չպատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի կանգնել պետության եւ իշխող թիմի կողքին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։ Կապված վերջին օրերին Ուկրաինային հարվածների հետ հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով աղբյուրների։ Նախորդ օրը Թրամփը հստակեցրել էր, որ իր համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սպառվում է, զգուշացնելով Ռուսաստանի առաջնորդին, որ նա կրակի հետ է խաղում, հրաժարվելով մասնակցել հակամարտությանը վերջ դնելու համար խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը դեռևս որոշում չի կայացրել մարտավարությունը փոխելու մասին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը Կիևին ռազմական մատակարարումների սահմանափակումների վերացման մասին անօգուտ են, դրանք Ռուսաստանին ցույց են տալիս Եվրոպայի թուլությունը։ Այս մասին գրել է Քրիստոնեա-դեմոկրատական միության Գերմանիայի խորհրդարանի անդամ Ռոդերիխ Քիզևետերը։ Նման հայտարարությունները ընդհանուր առմամբ անօգուտ են, քանի որ դրանք հստակ ցույց են տալիս Եվրոպայի թուլությունը Ռուսաստանի համար։ Ընդգծել է նա. մայիսի 26-ին Մերցը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները այլևս չեն սահմանափակում Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարությունը եւ այժմ Կիևը կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի հարվածների մասին իր հայտարարությամբ կրկին հաստատել է, որ ահաբեկչություն կիրականացնի ՆԱՏՕ-ի հետ համատեղ։ Այս մասին Սպուտնիկ ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը։ Նա կրկին հաստատել է դա եւ հայտարարել իր հայեցակարգի մասին, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ, որը իրականացնում է մատակարարումներ, ահաբեկչություն կիրականացնեն խաղաղ բնակչության դեմ։ Ասել է Զախարովան, ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների մասին։ Նա ընդգծել է, որ չի կարող խոսել ծրագրերի եւ հնարավորությունների մասին, բայց Կիևը մտադիր է հայելային արձագանք տալ Ռուսաստանից եկող սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ Կրիշտիանու Ռոնալդուն իր ապագայի մասին հարցեր է բարձրացրել, տեղադրելով սոցիալական ցանցերում գրառում, որտեղ նշել է. այս գլուխը ավարտվեց, պատմությունը դեռ գրվում է։ Շնորհակալություն բոլորին, փոխանցում է CNN-ը։ Ռոնալդուն Ալ-Նասրի կազմում կրկին դարձավ Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն ռմբարկու, վերջին խաղում խփելով իր 25-րդ գոլը, բայց նրա թիմը եզրափակեց մրցաշրջանը 3-րդ տեղում 13 միավորով զիջելով Իթիհադին։ Նրա պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին, թողնելով նրան ազատ գործակալի կարգավիճակում։ Մոտորերս Ռոնալդուի ապագայի վերաբերյալ կշարունակվեն քննարկումները, քանի որ իսպանական մարկան հաղորդել է, որ բրազիլական ակումբներից մեկը առաջարկ է ներկայացրել նրան մասնակցելու FIFA-ի ամառային աշխարհի ակումբային առաջնությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանները, որոնք ուղղված են երկրի միջուկային էներգետիկայի զարգացմանը, կարող են վերակենդանացնել ուրանի շուկան եւ խթանել ներդրումային հետաքրքրությունը, փոխանցում է Reuters-ը։ 2023 թվականի գագաթնակետից հետո ուրանի գները նվազել են գրեթե 30%-ով, սակայն Թրամփի նոր հրամանները վերականգնում են ներդրողների վստահությունը վառելիքի պահանջարկի աճի եւ արհեստական բանականության տարածման պատճառով, պահանջելով ավելի շատ էներգիա։ Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918 թվականին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։ Հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք քրոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Հանրապետության տոնի արդիվ Սարդարապատի հուշահամալիր են այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, նա իր ուղերձում ընդգծել է. մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին առավոտից ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացրել։ Համալիրի մուտքը տևական ժամանակ փակ է մնացել, քանի որ նախատեսվել է բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև դեսպանների այցը հուշահամալիր։ Լրատվամիջոցների մուտքը եւս արգելված էր։ Տյումենի մարզի հայերի միության նախագահ հայտնի գործարար եւ հասարակական գործիչ Աբրահամ Հովեյանը շնորհավորական ուղերձ է հղել առաջին հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. երիտասարդ հանրապետության առաջին քայլերը ցույց տվեցին ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդն արժանի է սեփական պետություն ունենալու եւ պատրաստ է կառուցել արդար հասարակություն։ Այսպիսով Հայաստանի առաջին հանրապետությունը հիմք դրեց հայոց պետականության եւ մշակույթի հետագա զարգացմանը, վառ հետք թողնելով ժառանգների սրտերում։ Առաջին հանրապետության համառոտ պատմությունը վառ օրինակ է ինքնավստահության, կարևորության եւ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելու ունակության մասին։ Տոնի արդիվ մաղթում եմ խաղաղ երկինք, հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի, ասվում է ուղերձում։ Բաքվում մայիսի 27-ին կայացել է Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հերթական շինծու դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դատավարության ընթացքում շուրջ 30 իբրև թե տուժածներ են հարցաքննվել։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 3-ին։
Եղանակն առաջիկա օրերին։ Հայաստանում մայիսի 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 27-ի կեսօրից հետո 28-ից 39 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում 31-ի գիշերը եւ կեսօրից հետո հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 27-ից 3-ը 28-ից 39 առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում եւս մայիսի 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մայիսի 28-ից 3-ը կլինի 27-ից 29 աստիճանի տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18, +20 աստիճան։